Բարև ձեզ։ Ես Գագիկ Աղեկյանն եմ, դուք ծանոթ եք իմ 7-րդ դասարանի, 8-րդ դասարանի երկրաչափության դասագրքերին, 10-րդ դասարանի երկրաչափության դասագրքերին եւ հիմա նախարարությունը երաշխավորել է նաեւ 9-րդ դասարանի երկրաչափության դասագիրքը։ Շատերդ արդեն դասավանդել եք 7-րդ 8-րդ դասարանի դասագրքերով, օգտվել եք դրանց մեթոդական ձեռնարկներից, 9-րդ դասարանի դասագիրքը եւ մեթոդական ձեռնարկը այդ գրքերի օրգանական շարունակություններն են, գրված են նույն ոճով, ունեն նույն կառուցվածքային տարրերը։ Ոչ մի բան չի պակասել, որոշ բաներ ավելի են, օրինակ 7-րդ դասարանում նախագծային աշխատանքներ չկային, 8-րդում արդեն կային, իսկ այստեղ 3 նախագծային աշխատանքի թեմա է առաջարկված։ Բնականաբար ծրագրի չափորոշիչին համապատասխան ներկայացված են տեսական նյութը, թեմաների, պարագրաֆների, համապատասխան քանակի որակի առաջադրանքներ, ամեն գլխի վերջում կան լրացուցիչ առաջադրանքներ եւ ինչպես նախորդ երկու գրքերում 9-րդ դասարանի դասագրքում եւս կան բազմաթիվ ինտերակտիվ մոդելներ ներկայացված QR կոդերով։ Դասագրքի մյուս առանձնահատկությունը կարող եմ նշել հետևյալը, որ առաջադրանքների 83%-ը մոտավորապես ունեն պատասխան ցուցում կամ լուծում, այդպես էր նաև 7-րդ դասարանի, 8-րդ դասարանի դասագրքերի դեպքում։ Մի էլեկտրոնային ռեսուրսի մասին էլ նշեմ, որը կար մյուս դասագրքերում ևս, դրանք թեմաների վերջում առկա համակարգչային թեստերն են, որոնք լավ հնարավորություն են տալիս թեման ամփոփելու, ամփոփիչ գրավոր աշխատանքին նախապատրաստվելու համար։ Մեթոդական ձեռնարկի հետ կապված, ուրեմն յուրաքանչյուր թեմայի համար տեղադրված է 4 տարբերակ ամփոփիչ աշխատանքների, բացի այն, որ դրանք կան մեթոդական ձեռնարկում, ինչպես նախորդ դեպքերում, ես հնարավորություն եմ տվել նաև դրանք ներբեռնել որպես PDF դոկումենտներ եւ կարելի է դրանք արդեն տպագրել ու տալ անցկացնել ամփոփիչ աշխատանքը եւ հնարավորություն ունեք նաև ներբեռնելու որ տարբերակը, եթե դուք ուզում եք ինչ-որ փոփոխություններ, ինչ-որ վերադասավորումներ անել։ PDF-ում դա հնարավոր չէ լինի, դուք կունենաք նաև համապատասխան Word-ը ներբեռնելու հնարավորություն։ Բնականաբար թեմատիկ ժամաբաշխումները կան, ամեն թեմայի համար գրված են նպատակները, վերջնարդյունքները, նույնը պարագրաֆների համար նպատակներ, վերջնարդյունքներ, խորհուրդ առաջարկներ, ինչպես եղել են նախորդ երկու մեթոդական ձեռնարկներում։ Մի բանի մասին էլ ասեմ, անցած տարվա օրինակով էլեկտրոնային մատյանները լրացնելու համար ձեզ ավելի հարմար էր ունենալ մեթոդական ձեռնարկի այդ ժամաբաշխում, նպատակներ, վերջնարդյունքների որ տարբերակը, որ ձեր համար հեշտ լիներ լրացնել էլեկտրոնային մատյանը։ Անցած տարի տրամադրվեց դրանք ձեզ, այս տարի նույնպես 9-րդ դասարանի համար դրանք նորից ձեզ կտրամադրվեն։ Ավելի շատ ասել երևի հիմա պետք չի, մենք արդեն ունեցել ենք այդ փորձը 7-րդ եւ 8-րդ դասարանի դասագրքերի հետ կապված բազմաթիվ on-line հանդիպումներ ենք ունեցել ձեր հետ, քննարկել ենք այդ հանդիպումների ժամանակ բազմաթիվ անգամ ես նշել եմ դասագիրք ընտրելու իմ կարծիքով ճիշտ սկզբունքը։ Ես համարում եմ, որ դասագիրք ընտրելու ճիշտ սկզբունքը հետեւյալն է. դուք պետք է ընտրեք այն դասագիրքը, որը կընտրեք ձեր հարազատի, ձեր թոռան, ձեր երեխայի համար։ Նույնը պետք է ընտրեք ձեր աշակերտների համար։ Չնայած այս վիդեոյի առկայությանը մենք նորից շարունակելու ենք նույն ոճով, այսինքն ես կնշեմ օր, ժամ, մենք նորից կունենանք հանդիպումներ 9-րդ դասարանի դասագիրքը մեթոդական ձեռնարկը ներկայացնելու, եթե դուք արդեն ծանոթացած եղաք ձեր կարծիքները լսելու, հետագայում ինչ-որ ծագած խնդիրներ եթե լինում են նույնպես, այդ process-ը շարունակվելու է։ Այսքանը։